Ալո։ Ողջույն, այսօր ապրիլի 1-ն է եւ այսօրվա տրամադրությունն ապահովելու համար կլսենք տարբեր պատմություններ հասկանալու համար արդյոք իրական ընտրենք թե ոչ։ Առաջինը սկսենք Ինեսայից։ Երբ առաջին անգամ եկել էի օֆիս հարցազրույցի, այնպես ստացվեց, որ միաժամանակ նաև օֆիս են գալիս դասընթացի ուսանողները ու մեզ ուղղորդում են միասին մեկ սենյակ ու այնպես է ստացվում, որ ես նստում եմ իրենց դասընթացին ու տենց իրենց դասընթացը սկսվում է ու կեսից հասկանում եմ, որ սխալ դուռ եմ մտել ու ասում եմ կներեք ճիշտն ասած ես հարցազրույցի համար եմ եկել ու Հնարավոր է մտածում եմ ճիշտ է։ Դե նիուժելի մարդը տենց 5 րոպեվա մեջ չէր ճոկի, որ ինտերվյու չի դասընթաց, հենց որ ինձ թվում է սուտ է։ Կարծում եմ, որ կարող է այդպիսի բան լինի ու ճիշտ է այս պատմությունը։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը սուտ է։ Ինձ թվում է ճիշտ է այս պատմությունը։ Հիմա լսենք Լիթի պատմությունը։ Ուրեմն վերջերս մեր մոտ նոր աշխատակցուհի էր եկել ու ոնց իրանց sense լավ ձևով դիմավորելու համար ասել էինք, որ խոհանոցում հաց ուտելու համար նախորդ օրը պետքա բրոնյա անես սեղան ու ինքը sense թղթի վրա անուն ազգանունը գրել էր, տարել էր դրել սեղանի վրա, որ բոլորին մնար, որ բրոնյա արածա ուտեղ կարող է հաց ուտի։ Լիլիթից սպասելի է, բայց որ անունը գրի չեմ տեսակցություն։ Այնքան վստահ եմ, որ այս պատմությունը ճիշտ է, որովհետև Լիլիթի պրանքների զոհերից մեկը ես եմ։ Լիլիթին ճանաչելով ինձ թվում է, որ այս պատմությունը սուտ է։ Ուզում եմ պրանկ անի։ Ես հավատում եմ, որ այս պատմությունը ճիշտ է, որովհետև մենք բոլորս մի փոքր Ինեսա ենք։ Ես կարծում եմ, այս պատմությունը ճիշտ է։ Այս պատմությունը հաստատ ճիշտ է։ Եվ այդ նոր աշխատակցուհին ես եմ։ Հիմա լսենք Անժելայի պատմությունը։ Ուրեմն մի անգամ շաբաթ առավոտյան էր ու հեռախոսով վիդեոքոլով զանգ եմ ստանում, ես քնած էի ու արագ sense կիսաքնած պատասխանում եմ, մտածելով որ երևի ընկերուհիս է ու բարձվեց ընկերուհիս չի, ինֆլուենսեր էր զանգողը, ինքը ուղղակի զանգել էր առավոտ 10 որ ինքը Ֆրանսիայում է ու ինձ Էֆելյան աշտարակը ցույց տար։ Չգիտեմ, հնարավոր է։ Ճիշտ է։ Կարծում եմ այս պատմությունը սուտ է։ Ինձ թվում է սուտ է այս պատմությունը։ Ինչքան էլ անհավանական թվա, կարծում եմ, որ ճիշտ է այս պատմությունը։ Չգիտեմ ճիշտն ասած, Անժելան խաբել չգիտի, բայց անհավատալի է մի տեսակ այս պատմությունը։ Ես կարծում եմ, այս պատմությունը նույնպես սուտ է։ Քանի ես մի հատ բան կրնի էլի պատմեմ, այնքան խնդալու է։ Մի անգամ գործի տեղն էի, ուսան շատ մի քիչ լավ չէի, տխուր էի զգում ինձ։ Ասեցի ինչ որ բան անեմ, գնացի երեխեքից մեկին, ում հետ այդքան էլ սենց շատ մոտ չեմ, գնացի ասեցի, ոնց որ ես քո հանդեպ ոչ մի անձնական բան չունեմ, էլի ու ինչ քո մասին ասում են, ոնց որ ես համաձայն չեմ դրանց հետ։ Ու պրոստը թողեցի քայլեցի իր մոտից ու տենց շատ խնդալու էր, որտեվ այդ ամբողջ օրը այդ աղջիկը մտածում էր, թե ինչ նկատի ունեմ։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը սուտ է։ Կարծում եմ, հա, ճիշտ է։ Այս նույն պատմությունը կարծում եմ սուտ է։ Իմ կարծիքը Լիլիթի մասին չի փոխվում, ես իր ասած ոչ մի բառի չեմ հավատում, սուտ է այս պատմությունը։ Կարծում եմ սուտ է այս պատմությունը։ Կարծում եմ այս պատմությունը ճիշտ է։ Իսմա Լիլիթը կաներ տենց բան, այս պատմությունը ճիշտ է։ Արի հիմա Ժաննային լսենք։ Առավոտյան բավականին շուտ արթնացա, ուրախացա, որ առանց խցանումների ու շուտ կհասնեմ օֆիս։ Հասա օֆիս 10 րոպե դուռը թակելուց հետո հասկացա, որ շաբաթ օր էր։ Կարծում եմ սա մտածածին եւ շինծու սուտ է։ Լուսնի հետ համաձայն եմ եւ կարծում եմ, որ այս պատմությունը լիովին սուտ է։ Мне кажется, неправильно։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը ճիշտ է, որովհետեւ շատերիս հետ տենց եղել է։ Կարծում եմ, որ այս պատմությունը սուտ է։ Շատ հավանական պատմություն է, ինձ թվում է ճիշտ է։ Ճիշտն ասած չեմ հավատում, որ Ժանան շաբաթ օրով գործի կգար։ Դե ինչ այսօր այսքանն էր։ Շուտով էլի կհանդիպենք։